Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Անդրանիկ Սարգսակ-Մանուկյանին եւ նրա փաստաբան Առնորդ Վարդանյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի պատրոնում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարի ձեզ հարգելի հյուրեր, շնորհակալ եմ, որ Նոյան Տապանի տաղավարում եք։ Պարոն Մանուկյան, գուցե պարոն Վարդանյանը սկսի մի փոքր ներկայացնել այս գործի հետ կապված ընթացքը, որից հետո արդեն լրացուցիչ կխոսենք ձեզ հետ։ Պարոն Վարդանյան, որպես փաստաբան, որպես մարդ, ով կարողացել է վերցնել այս գործը եւ կարծում եմ վստահ եք, որ պետք է ունենաք նաեւ հաջողություն։ Հիմա ինչ է արվում պարոն Մանուկյանի իրավունքը վերականգնելու համար, որտեղ որքան ես հիշում եմ անցած հաղորդմանը մենք նորից արձանագրեցինք, որ ձեր իրավունքները ոտնահարվում են եւ մնում է միայն որ գան ձեր տունը վերցնեն եւ նրանով հարցը լուծվի։ Հիմա ինչ ընթացակարգով եք առաջնորդվում եւ ուր եք հասել։ Շնորհակալ եմ, մենք աշխատում ենք մի քանի ուղղություններով Անդրանիկ Մանուկյանի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ, մասնավորապես առաջին թիվ 1 բանը, որ արվել է, դա գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Անդրանիկ Մանուկյանի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության առաջին հոդվածով սեփականության իրավունքի պաշտպանության իրավունքի խախտման կապակցությամբ, որը որ պատշաճ գրանցված է եւ տրվել է ընթացք, մենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին պարբերաբար տեղեկացնում ենք ներպետական մակարդակում գործի քննության ընթացքի եւ արդյունքների մասին։ Բացի այդ, կարևոր ձեռքբերումներից հատուկ ընդգծեմ այն, որ մենք ներկայացրել ենք դիմում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան, որը դիմումը ընդունել էր քննության եւ քննության արդյունքում 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ 1789 որոշմամբ արձանագրել էր շատ կարևոր մի բան, այն որ Անդրանիկ Մանուկյանը խնդրի առարկա տարածքի նկատմամբ ունի սեփականության իրավունք, մասնավորապես խոսքը գնում է քաղաք Երևան, Թումանյան 2-րդ անցուղի 5-րդ տուն հասցեում գտնվող 880 քառակուսի մետր տարածքի նկատմամբ, որտեղ մենք բարձրացնում ենք այն հարցը, որ Անդրանիկ Մանուկյանը ունի դրա նկատմամբ միջազգային եզրույթաբանությամբ սեփականության իրավունքի լեգիտիմ ակնկալիք։ Եվ Սահմանադրական դատարանը արձանագրել էր, որ հաշվի առնելով, որ ներպետական դատական ընթացակարգերում երբևէ չի վիճարկվել սեփականության իրավունքի պաշտպանության հարցը, հետեւաբար Անդրանիկ Մանուկյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված սեփականության իրավունքի պաշտպանության շահառու։ Եվ իր որոշման մեջ շատ առանցքային էր այն հանգամանքը, որ դատարանը արձանագրեց, որ փաստացի այն ներպետական դատական ընթացակարգերը, որոնք որ տեղի են ունեցել, դրանք հանգեցրել են Անդրանիկ Մանուկյանի սեփականազրկման, որը տեղի ունեցել ԱՊՕ-ի, տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 4 մասով նախատեսված կարգի խախտմամբ, օրենքով սահմանված կարգով պայմանի շրջանցմամբ, որից հետո մենք այդ որոշումը օգտագործելով ներպետական ընթացակարգով վճռաբեկ դատարան համապատասխան բողոք ենք ներկայացրել, որպեսզի ներպետական դատական ակտերը վերանայվի եւ մենք հասնենք վերջնական Անդրանիկ Մանուկյանի խախտված իրավունքների վերականգնման։ Այս առումով ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ սա չի վերաբերվում ամբողջ տարածքին, սա վերաբերվում է մի կտորին, որովհետեւ ինչպես հայտնի է, այո, որովհետեւ ինչպես հայտնի է, նախկինում ենթադրում եմ Անդրանիկ Մանուկյանը դրա մասին հայտնել է, որ բարբերաբար կառուցապատողը տարածքից կտոր առանձնացնելով հանգեցնում է նրան, որպեսզի տիրանա այդ ամբողջին եւ իր կառուցապատման շինարարական աշխատանքները կատարի։ Մի կտորի ուղղությամբ այս աշխատանքներն ա տարվել եւ մենք փաստացի ունենք Սահմանադրական դատարանի որոշում, որով արձանագրվել է այդ տարածքի նկատմամբ Անդրանիկ Մանուկյանի սեփականության իրավունքի խախտումը։ Ուշագրավ կարևոր հանգամանք է այն, որ մենք մինչև Սահմանադրական դատարան դիմել, Սահմանադրական դատարանում գործի քննության ընթացքում եւ վերջնական որոշումը դեռևս չէր հրապարակվել, դեռևս ապրիլ ամսին իմ կողմից ներկայացվել էր համապատասխան գրություն Երևանի քաղաքապետարանին, հաշվի առնելով, որ այդ ժամանակահատվածում շինարարական աշխատանքները կասեցված էին, ես տեղեկացրել էի Երևանի քաղաքապետին, որ եթե հանկարծ կառուցապատողը այս ընթացքում դիմի քաղաքապետարան նոր շինարարական թույլտվություն ստանալու համար, Երևանի քաղաքապետարանը չտրամադրի այդպիսի թույլտվություն, հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանում ընթանում է գործի քննություն։ Եվ որտեղ Սահմանադրական դատարանը հայտնի է բոլորին, որ որպես կանոն գործերը քննության չի ընդունում, եթե ընդունում է, այդտեղ առերևույթ առկա է իրավունքի խնդիր։ Եվ դա հաստատվեց վերջնական որոշմամբ նաև եւ Սահմանադրական դատարանը դա արձանագրեց։ Քաղաքապետարան այդ ամենի մասին գրություն էր ներկայացվել գրավոր ձևով, կցվել էր համապատասխան տեղեկատվությունը եւ ինձ տրվել էր պատասխան առայն, որ ձեր կողմից ներկայացված տեղեկատվությունը ընդունվել է ի գիտություն։ Եվ ում համար է այդ ի գիտությունը, այսինքն քաղաքապետարանի, դե քաղաքապետարանը մեկ միասնական մարմին է, հետեւաբար մեզ երբ որ տրվեց այդ պաշտոնական բարձաբանումը, որ ընդունվել է ի գիտություն, ենթադրվում էր, որ քաղաքապետարանը տեղեկացված է
ընթացակարգերի մասին, ընդ որում գրությունը, որը ուղարկվել է, շատ կարևոր մի ձեր ուշադրությունը հրավիրեմ մի հանգամանքի վրա, որ ոչ միայն սահմանադրական դատանում ընթացող գործի վրա էր ուշադրությունը հրավիրվել, այլ այն նաև որ կան ընթացիկ քրեական գործեր, կապված այդ տարածքում կառուցապատման աշխատանքների եւ հնարավոր նորմատիվների պահպանման, պաշտոնական հանցագործությունների կատարման կապակցությամբ եւ հայցել էինք, որպեսզի այդ գործերի քննությունը ավարտվի, որ նոր դրանից հետո, եթե դիմում ներկայացվի նոր շինթույլտվություն ստանալու, նոր քաղաքապետարանը քննարկի այդ հարցը։ Սակայն ի զարմանս մեզ, երբ Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում հուլիսի 1-ին, որոշումը հրապարակվեց պաշտոնական կայքում հուլիսի 4-ին։ Եվ ընդամենը 5 օր անց, հուլիսի 9-ին, Երևանի քաղաքապետագան մեզ հայտնի դարձավ, որ ընդամենը 5 օր անց Երևանի քաղաքապետը տեղեկացված լինելով այս ընթացակարգերի մասին, որ Սահմանադրական դատարանում քննվում է գործ եւ այլն, տալիս է նոր շինթույլտվություն 22 ամսով այդ կառուցապատման աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Որից հետո մենք նոր գրություն ենք ուղարկում Երևանի քաղաքապետին, ասում ենք, լավ, ինչպես ստացվեց այս ամեն ինչը, չէ՞ որ դուք տեղեկացված եք այս ընթացակարգերի գործերի քննության, ավելին ասեմ, Սահմանադրական դատարանը սևը սպիտակի վրա արձանագրել է անձի իրավունքների խախտում, ինչպես եք վերաբերվում այս ամեն ինչին, եւ եթե նույնիսկ ողջամիտ, հա, բարեխիղճ մոլորության տեսանկյունից, եթե նույնիսկ չեք տեղեկացված եղել, չեք հետևել Սահմանադրական դատարանի որոշմանը, կասեցրեք ձեր կողմից տրված շինարարական թույլտվությունը եւ որ առաջ ձեռնամուխ եղեք Անդրանիկ Մանուկյանի իրավունքների վերականգնմանը, խախտված իրավունքների։ Եվ մեզ պատասխան է գալիս, որ գիտեք ինչ կա այդ տարածքը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը արձանագրել է անձի իրավունքների խախտում, չի մտնում շինարարական աշխատանքների կատարման մեջ, որը շատ տարօրինակ էր այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուր անձ, ով գտնվի այդ տարածքում, ակնհայտ է, որ այդ տարածքը ուղղակիորեն գտնվում է շինարարական աշխատանքների կատարման հենց հիմնասյուներից մեկն է։ Բարձրահարկ շենքի անկյունային սյուներից մեկը վեր է խոյանում այդ տարածքի մեջ։ Եվ Երևանի քաղաքապետարանի կողմից տրված այդ պատասխանը խիստ տարօրինակ էր եւ դրանից որպես այդպեսին հասկանալ թե արդյոք տիրապետում է Երևանի քաղաքապետարանի իրականությանը մեզ համար թվաց որ ոչ, որովհետեւ տվյալ պարագայում անհասկանալի էր այդ տրված պատասխանը։ Սրան զուգահեռ մենք նաեւ ունենք քրեական գործեր, որոնց շրջանակներում Անդրանիկ Մանուկյանը ճանաչված է տուժող։ Այս քրեական գործերի քննության շրջանակներում ընդ որում տեղեկացնեմ, որ վերջերս նաև այս շինարարական աշխատանքները, որ սկսվել էին, նաև նույնիսկ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել, եւ այս քրեական վարույթները բոլորը միացվել են կարծես նույն քրեական վարույթին, որը որ ի սկզբանե քննվել է։ Համենայն դեպս մենք մինչև այս պահը շատ բովանդակալից տեղեկատվություն չունենք այդ գործերի քննության առարկայի եւ սահմանների վերաբերյալ, մենք բողոքներ ենք ներկայացրել դատարան, որոնք որ բավարարվել են, այդ դատական ակտերով արձանագրված Անդրանիկ Մանուկյանի որպես տուժողի իրավունքների խախտման փաստը պարտավորեցվել է քրեական վարույթի հանրային մասնակիցներին մեզ հրատապ եւ ամբողջական պատշաճ ձևով տրամադրել տեղեկատվություն այդ քրեական գործերի առարկայի եւ սահմանների վերաբերյալ։ Բացի այդ, տեղեկացնեմ, որ ժամանակին նաև դատախազության կողմից որոշում է կայացվել կառուցապատողի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ, այն կապակցությամբ, որ Անդրանիկ Մանուկյանին գույքային վնաս էր պատճառվել, մենք դա եւս բողոքարկել ենք եւ նույնիսկ այդ բողոքարկման շրջանակներում, այդ որոշման շրջանակներում եւս արձանագրվել է Անդրանիկ Մանուկյանի իրավունքների խախտման փաստը։ Այսինքն գրեթե բոլոր դատական գործերով, որոնք որ մասնակից ենք դարձվել եւ ներկայացվել են Անդրանիկ Մանուկյանի իրավունքների խախտման փաստը, բոլորով արձանագրված է, որ խախտված է Անդրանիկ Մանուկյանի իրավունքները։ Եվ խնդիրը կայանում է նրանում, որ տվյալ պարագայում պետական իշխանությունները իդեմս պետության պիտի ակտիվ միջոցներ ձեռնարկեն Անդրանիկ Մանուկյանի խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Այլ մի բան է հակառակը շրջանցել են փաստորեն որոշումները եւ մենք այժմ ականատես ենք լինում որոշակի անգործության, այն առումով, որ թե միտումնավոր է այդ ամենը արվում, որտեղ քանի տարի է մենք անդադ դրա մասին խոսում ենք, այնպես չէ որ այսօր առաջին անգամ եւ քաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքը բոլորն էլ տեսնում են։ Բոլոր տեսնում են եւ խնդիրը հենց նրանում է կանում, որ նախապատմությանը երբ որ գործին ծանոթանում ենք, ակնհայտ է դառնում, որ դեռևս տարբեր պետական իշխանության ներկայացուցիչներ, սկսած քաղաքաշինության կոմիտեից, վերջացրած տեսչական մարմնով, բարբերաբար ժամանակին գրություններ են տվել, հորդորելով քաղաքային իշխանություններին ձեռնպահ մնալ այդ վայրում շենքի կառուցման թույլտվություն տալուց։ Ավելին նույնիսկ կան պաշտոնապես գրություններ, սրանք շատ կարևոր են, որ պետությունը ընդունել է այն հանգամանքը, որ շենքը իր տեղում չի գտնվում, հողազատ
լավ թվում է տեղի ունեցել, խախտված են նորմատիվային պահանջները, եւ այս կարևորագույն արձանագրումները շրջանցելով մենք ունենք մի իրավիճակ, որ այս բոլոր արձանագրված դատական ակտերի պայմաններում, ընթացիկ քրեական գործերի պայմաններում Երևանի քաղաքապետարանում եւ այն քաղաքապետի կողմից տրվել է նոր շինթույլտվություն 22 ամսով շինարարական աշխատանքների կատարման, որը չպիտի տեղի ունենար այս խախտումների արկայության պայմաններում, որովհետեւ մեր պահանջն է օր առաջ կանգնեցնել շինարարական աշխատանքների կատարումը, օր առաջ սկսել պատշաճ քննություն իրականացնել այս խախտումների կապակցությամբ եւ քննարկման առարկա դարձնել այս խնդրի լուծման միջոցները, այսինքն քննարկման առարկա դարձնել Անդրանիկ Մանուկյանի խախտված իրավունքները վերականգնելու միջոցները, որը որ չի արվում մինչ օրս։ Պարոն Մանուկյան, մենք շատ ենք եթերներ ունեցել այս թեմայի շուրջ եւ ձեր համբերությունը դեռ կարծես թե փորձում են, ընդ որում առողջական խնդիրել ունեցաք այս իրավիճակի հետ կապված։ Լուրջ խնդիրներ ունեմ առողջական, անկեղծ ասած, բայց հələ չեմ բարձրաձայնում։ Հատկապես այս շինթույլտվությունը, որ Տիգրան Ավինյանը երկարացրեց նախկիների հիման վրա, դա էլ իմ համար զարմանալի է, հնագրությունը իմ մոտ է, ինքը պատասխան է տալիս, որ եթե շինթույլտվությունը երկարացնեմ քաղաքաշինության նորմերին համապատասխան։ Այսինքն երաշխավորում է, ինքը տեղյակ է այդ ամեն ինչից, ինքը տեղում եղել է, տեսել այս ամեն ինչը, ես իրեն հետ զրուցել եմ։ Բայց ուշ չի արդեն, պետք է քանդեն այդքանը։ Իհարկե, հանցագործին ինչ են անում։ Եվ դուք Ես իրեն էլ ասեցի, եթե չքանդվի, ուրեմն իմացեք, այս երկիրը չի շտկվելու։ Ամենամեծ հանցագործությունը որտեղից է գալիս։ Այդ մի դրամի կամ 2 դրամի գործունեություն չի ծավալվում։ Եվ այսպես ներողություն այդ սուտ կոչեցյալ բարերարները, ներդրողները, որը նույն տեղ պահին մեր բակն էլ եղել է յանի իրենց ասելով հակահիգենիկ, չգիտեմ ինչ բաներ են անում, բայց 40 տարի ոչ մի հակահիգենիկ բան չի եղել, բարելավում են, բարելավման անվան տակ դնում են, ասենք 12 հարկանի շենք են կառուցում։ Ընդ որում սկզբից քիչ էր, չէ՞, հարկերի քանակը եղել, նախնական եղել է 6 հարկ, 4 հարկ, հետո ախորժակները բացվել է ուտեն։ Ու ես հիմա ասել եմ, բարձրաձայնել եմ, հիմա էլ բարձրաձայնում եմ, որ կանխամտածված ցանկություն է եղել իրենց կողմից, որ ինձ այդտեղից բնաջնջեն, ինձ կտրեն իմ բնորանից, իմ մշակույթից եւ իմ հոգերով որ աշխարհից։ Ես ասել եմ թույլ չեմ տա ու չեմ էլ տալու աշխարհի միջև որտեղ էլ պետքա կգնամ։ Եթե խաղաղություն են ուզում, ես այդ խաղաղության տերն եմ, եթե անվտանգություն են ուզում, թող գան, միշտ ասել եմ գան իմ մշակութային օջախը եւ տեսնեն իրոք կա կոռուպցիա, թե չէ, կա խաղաղություն, թե չէ, կա անվտանգություն, թե չէ։ Բարձրաձայնել եմ բազմիցս եւ հանրապետություն ինչքան պետական հայրեր կա։ Ուրեմն բոլորի մոտ եղել եմ, բոլորին տեսել եմ այսենց, շփվել եմ իրենց հետ եւ իրենք կարելի ասել փափուկ բարձ են դնում իմ գլխի տակ, յանի լավ կլինի, լավը որն է, իրենք իրենց իշխանության տերն են, մեկ էլ իրենց եկամուտի, հա։ Ուրիշը ոչ մի բան եւ սարսափելի է իշխանությունը եւ նյութապաշտությունը հիմա կարող եմ ասեմ որ դրա մեջ շաղախված են բոլորը ու առավելիվս ես էլի ասեմ հեսա մեր Արնոնդի գլխավորությամբ եւ շատ հետարքիր փաստաբաներ կար բոլորները իրենց գործունական աշխատանքն են տանում ու տանում են ոչ թե տենց բարձի թողելով, այլ իրական մասնագիտական ու բազմիցս ասել եմ, եթե հիմքերը կան, եթե մեր երկիրը ունի ինստիտուտ, որը օրինակ քաղաքաշինության կոմիտեն է համարվում, չէ, երբ որ 18 թվին դեռ ինքը եզրակացություն է տվել, հա, զերծ մնացեք այստեղից։ Եթե իրոք բակ եք բարելավում, եթե ուզում եք այդ հանրությունը իրեն ապահով զգա, ուրեմն այնպես արեք, որ հանրությունը ձեր դեմ դուրս չգա, հանրության անեծքների տակ մի ընկեք։ Ձեր վաստակ ուրիշ ձևի վաստակ եք, էլի։ Սա դեռ 18 թվի որոշում է։ Սա ինստիտուտ է, թե ինչ է։ Խոսում եմ մասնագիտական, երբ որ հանում են իմ հուներից, արդեն ամոթ էլ ասել, դուք եք ստիպում, որ ավելնոր բառեր օգտագործենք, ես իմ ինչ-որ քայլերի գնանք, այդ ես եմ անում, թե դուք եք անում, հա, այսպես, նույն տեսչական մարմինը դեռ վերջ-վերջով ինստիտուտ է այս անվտանգությունը համարվում, թե չէ, դեռ ուրա զրոյական նիշից 3 անգամ այս ինստիտուտը եզրակացություն է տվել, որ կանխեք սա, ինքնակամ է համարվում եւ 3 անգամ վերջում տեսավ չի կարողանում, որպես հանցագործություն հղում արեց դատախազության, արդեն 4-5 տարի է։
Հարգելի դադախազ, հարգելի դադախազություն, դուք վերջում հարգում եք մեր ինստիտուտները, թե չէ։ Դուք չեք հասկանում, որ աշխարհը սա տեսնում է։ Ու տեսնում է դուք ինչ գործունեություն եք ծավալում։ Ում հանդեպ, իմ անձի հանդեպ, իմ մշակույթի հանդեպ, ինձ աշխարհը ճանաչում ասել են։ Ըստ ավելի շատ տարածքի հանդեպ է ցանցել։ Դե ես գիտեմ, որ այստեղ իրենք իրենց նյութականի մասին են մտածում, մեկ էլ իշխանության, ուրիշ ոչ մի բան։ 3 անգամ տեսչական մարմինը կանխել է։ Ու տարբեր, ոնց ասեմ, մեկնաբանություններ են տալիս։ Ես այս գործի հետ կապված 3 հատ քննիչ է փոխվել։ Ինչի համար են փոխվել։ Ու գիտեմ այդ բոլոր մախինացիաները ոնց են անում, թղթերը ոնց են կեղծում, գիտեմ ոնց են հետաձգում, ինչ են անում, ում են տանում, ամեն ինչից տեղյակ եմ ես։ Ես հիմա շատ բաներ կա չեմ բարձրաձայնում, այսպես մինչև վերջ կգնամ, այսպես փաստաթղթերով, հետո ես բոլորի հետ խոսեմ։ Հա 19 թվին դեռ տեսչական մարմինը դրական եզրակացություն է տվել։ Իսկ դրական եզրակացությունը չիմանալով ուղղակի այնքան գալիս են ցույց են տալիս նկարչություն են արել ես կխնդրեմ հիմա թող նկարել մեր օպերատորին ասենք նկարել նայեք ինչ են արել հիմա տեսեք այստեղ բակը հասցրել են իմ հոգում որ ես ինքս կազմակերպեմ ուրեմն 3D եմ արել ամբողջ տարածաշրջանը չափել եմ հատիկ մետրաժ որ եթե ներկայացնում են այստեղ տեսչական մարմինը եզրակացություն է տալիս որ խնդիր կա շենքը տեղում չի եւ ասենք հրշեջ մեքենան չի կարող անցու դարձանել իրեք շինարարա տեխնիկը մասնագետը ասում է թե կմտնի հիմա ես հասցնեմ տեսեք հիմա ամբողջը չափել եմ հիմա տեսեք ոնց է գալիս բանը հրշեջ մեքենան գալիս է եւ պետք է գա 50 մետր աստիճանավանդակ բարձրացնել այն էլ պետք է գա մտնի իմ տան կողքով նոր բարձրանա ու լրիվ կարելի ասել բան անհիմն մեկնաբանություններ կամ բան։ Եք ասեն ձեր տունն է խանգարում։ Դե հիմա այդ ասեց մարդը ասեց որ հողը ձերը չի։ Հիմա տեսեք հաջորդը հերթով խնդրում եմ ցույց տվեք, ես ասեմ նկարների հետ կապված ինչ կա, ահա։ Լաբեկը որ պետքա բացվի, տեղ ճանապարհ ընդհանրապես չի կարողանում բացել։ 3D-ով ունեմ սարքած, ել մոտ չունեք այդ հնարավորությունները, բայց ես մոտավորապես ուզում եմ խնդրում եմ որ տեստեք ինչ կարգավիճակում ենք մենք հայտնվել։ Հաջորդ նկարները կուզեմ ցույց տալ։ Ահա Պայեք սա, ուրեմն սա հիմնական նախագիծն է, որը պատրաստ փակցված է եւ սրա վրա կա ստորագրություններ ամսաթվեր տարբերակներով որ նայեք փակ դալան է, այնտեղ նկարել են բաց դալան։ Այնտեղ կա, ասին բակերը ամբողջությամբ կարելի ասել այնտեղ ուրիշ տարածքներ են զավտած, բայց ոչ մի բան չկա, այստեղ նկարչություն արված։ Այն բակը, որ տեսնում եք կարմիր, իմ բակն է, 3 մետր ու ինչքան է, 70 սանտիմ, իրանք նշել են 6 մետր ու, չգիտեմ, 50 սանտիմ։ Ու տեսչական մարմնին ներկայացնել են, որ դա բանա, գարաժների մուտքն է, այն կողմից պետք է մտնի դալանից, որ գալիս է հիմա, իսկ իմ բակով պետք է դուրս գա։ Տեսչական մարմինը այս ամբողջը տեսնելով հանդես, դրական եզրակացություն է տալիս բան 19 թվին դեռ, իսկ Այստեղ նաև շատ կարևոր է նկատի ունենալ այն հանգամանքը, որ կառուցապատման նախագծերում ի սկզբը Անդրանիկ Մանուկյանի պատկանող տարածքը նշվել է որպես նախնական համաձայնությամբ ձեռքբերման եւ քանդման ենթակա գույք։ Սա նշվել է այն պայմաններում, երբ որ այս տարածքի վերաբերյալ չի եղել որևիցե համաձայնություն, չի եղել ոչ մի քննարկում, եւ այդտեղ Անդրանիկ Մանուկյանը բնակվել է ունենալով սեփականության իրավունքի լեգիտիմ ակնկալիք։ Եվ հենց սրանում է նաև հնարավոր կեղծիքների, հնարավոր խախտումների, հենց հարցադրումների առանցքը կազմում այն, թե ինչպես են հաստատվել այդ փաստաթղթերը, նշելով Անդրանիկ Մանուկյանին պատկանող տարածքը որպես քանդման ենթակա օբյեկտ։ Բա խնդրեմ, նայեք, այս նույն բանը, որ իրանք նկարչություն են արել, այս նկարչությամբ ուզեցել են ժողովրդին, հանրությանը, ես իմ բոլորին ներկայացնեմ, բակ են բարելավում, իրանց այդ ասինք անելիքներով, սենց կեղծելով, դրա համար բաները տեսչական մարմիններ սկզբնական շրջանում ցույց են տվել, որ այս կարգի, այս որակի բաներ են անում, այնտեղ էլ նկարչություն ա եղել, պատկերացնեն, որ այդպես գեղեցիկ բակ է լինենում, չափերը չհամապատասխանող։ Ու հետո որ այդ տեսչական մարմնի Գեգամ Շաբազյանը գալիս են իրենք տեղում զննում են անում, հասկանում են, որ սխալ նկարչական այդ գծագրության վրա տվել է դրական եզրակացություն ու երևի եթե չեմ սխալվում 2 տարի առաջ 3 տարի առաջ գնացել է ինքը իր դրական եզրակացությունը հետ է վերցրել
պատճառաբանելով, որ իրեն սխալ տեղեկություն են տվել ու մինչև օրս դրանից տեղեկություն չունենք։ Ես կխնդրեմ այդ պատրաստ ֆակտորացները ցույց տվեք, որ այս նույն էջը, հիմնականը որ տեսակ, սա պատրաստ ֆակտորած է։ Այս նույն փաթեթից պետք է լինի 5 օրինակ։ Բոլոր ճարտարապետներն էլ մասնագետներն էլ գիտեն, ու այդ 5 օրինակը Հայկ Մարությանը, որ ժամանակին պետք է ստորագրեր, կնիկ դներ վրան, ես իրեն տեսել եմ, հանդիպել եմ, վերջապես տեսա, հանդիպեցի, խոսեցինք, ուզեցավ իմ հետ հարցազրույց գար, բայց հետո խուսափեց չհասկացա, ինչի։ Դե ինքն էլ ինձ ներկայացնում ասում է թող գան այն մարդիկ, հղում ճարտարապետի, մյուսի ովքեր որ մասնագետներ են, թող գան իրեն կարողացել են ներկայացնել, որ ամեն ինչ օրինական է։ Ես իրենց վստահելով, ոնց որ ասած, կնիկ եմ դրել։ Մնացածն էլ ով մեղավոր է, թող պատասխան տա, թե քննչականում, թե հակակոռուպցիոն, թե դատարանի առաջ։ Հա, ու ասում եմ դու այս ամեն ինչից տեղյակ ես, ինքն ասում է չէ։ Ինձ էլ ասում է որտեղից իմացար, ասում եմ եղբայր, ինձ երբ որ կանչեցին քննչական, առաջին անգամ հարց տվեցին, սա դու համաձայնվել ես նախնական, ասենք պայմանավորվածություն կա, որ տրամադրել ես գույքը իրան, ասում եմ չէ։ Ու այստեղից ասի ամեն ինչ ես տեղեկացա։ Իսկ դու տեղյակ ես, որ սրանից պետք է լինի 5 օրինակ, ինքը ասում է չէ։ Այդպես իրեն էլ տեսա, խոսացի ու հասկացա, որ ամեն ինչ կեղծ ձևով գնացել առաջ եւ այսօր էլ թող իմ երկիրը, իմ կառավարությունն է, իմ դատարանն է, իմ չգիտեմ, հակակոռուպցիոնն է, քննչականն է, թող բերեն այն իրական բան հանցագործներին պատժեն ու Տիգրան Ավինյանին էլ եմ ասում, պետք է քանդեն իրան շենքը։ Ոչ չքանդեն, ասի կարելի է իմ տունը քանդել, իմ ընտանիք ինձ բնորանից ջնջել, իսկ իրենք դեռ միլիոներ աշխատեն ու սահմանափակել, սա չի լինելու, չի կարող լինելու։ Պարոն Վարդանյան, փաստորեն շինարարությունը նորից վերսկսվել է։ Այո։ Տարուց ավել շինարարությունը դադարեցված է եղել։ Եվ ինչ հիմքի վրա է այդ շինարարությունը նորից վերսկսել աշխատանքները։ Դրա հիմքում շատ հետաքրքիր զարգացումներ կան։ Ժամանակին, երբ որ ես Երևանի քաղաքապետարան գրություն էինք ուղարկել կապված համանական դատարանում ընթացող գործերի եւ հայտնել էինք, որ եթե դիմեն նոր թույլտվություն ստանալու չտակ, դա հենց այնպես չէր արվել, որովհետեւ հարուցված քրեական գործերից մեկով այդ շենքը ճանաչված է եղել իրեղեն ապացույց։ Եվ այդ ընթացքում կարծես տեղեկատվություն ենք ստացել, որ իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումը վերացվել է։ Եվ մենք բարբերաբար հարցումներ էինք անում, ասում էինք տվեք մեզ տեղեկատվություն, ինչ հիմնավորմամբ է վերացվել, որոնք են այդ փաստական հանգամանքները։ Եվ վերջ-վերջում Դանիկ Մանուկյանը ճանաչված է եղել տուժող այդ գործով, հետեւաբար ինքն ունի թե միջազգային չափով շիշների, թե ներպետական ստանդարտների համաձայն հասանելիություն տեղեկանալու դրա հիմքում ընկած փաստական հանգամանքների մասին։ Վերջ-վերջում այդ շենքը անմիջականորեն առնչվում է իր շահերին, այդ շենքի կառուցումը։ Եվ մեզ սկզբնական ժամանակահատվածում բարբերաբար մերժում էին, եւ օրեր առաջ ընդամենը մենք մերժում էին այն պատճառաբանությամբ, որ քանի որ ընթանում է նախաքննություն, դուք նախաքննության գործընյութերին չեք կարող ծանոթանալ, ֆորմալիստական ձևակերպումներով մեզ բարբերաբար մերժում էին եւ երբ որ մենք գնացինք դատան, մենք դատական կարգով հասանք նրան, արձանագրվեց խախտում եւ պարտավորեցվեց իրավասու քրեական վարույթի հանրային մասնակցին տրամադրել մեզ այդ տեղեկատվությունը եւ մեր պահանջը բավարարվեց։ Հետագայում մենք դիմեցինք քննիչին, ասելով տրամադրի մեզ այդ տեղեկատվությունը, մենք հասկանանք մի հատ դատական ակտ կա օրինական ուժ մեջ մտած այս հարցի վերաբերյալ։ Եվ քննիչը մեզ տրամադրեց այդ տեղեկատվությունը, որի մեջ իհարկե մասնակի, մեզ փաստաթղթերը չեն տրամադրել եւ մենք այդ մասով նոր իրավական ընթացը կարգենք նախաձեռնել, բայց մինչ այդ մեզ տրամադրվեց հպանցիկ գրության մեջ տրված պատասխան, որ իրեղեն ապացույց որպես այդպեսին վերացնելու հիմքում որոշումը վերացնելու հիմքում դրվել է այն պատճառաբանությունը, որ ժամանակին դատախազությունը կայացրել է քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում այդ կառուցապատողի նկատմամբ եւ մենք այդ ստանալով այդ այսպես ասած կարճ պատասխանը դրանից ելնելով մենք նոր միջնորդություն ենք ներկայացրել, ասելով որ պարզվում է այն որոշումը, որ դրվել է այդ շենքը իրեղեն ապացույց ճանաչելուց հանելու հիմքում ու հետագայում նաև հիմքը հանդիսացել այս շինարարական աշխատանքների վերսկսման համար, եղել է մի որոշում, որ մենք բողոքարկել ենք եւ դատական կարգով, ինչպես նշեցի, այդ քրեական հետապնդում չհարուցելու որոշման մասով կա դատարանի որոշում, որով արձանագրված է խախտում Անդրանիկ Մանուկյանի իրավունքների եւ պատշաճ քննության իրականացման։ Եվ հիմա մենք դիմել ենք քննիչին ակնկալելով, որ այն որոշումը, որ ժամանակին կկայացվել է, նորից իրեղեն ապացույց կճանաչվի այդ շենքը, որովհետեւ այն փաստական տվյալը, որ դրվել է դրա վերացման հիմքում, այլևս գոյություն չունի։
այլևս ինքը իրավական առումով, դատական կարգով ճանաչվել է ոչ իրավաչափ։ Հետևաբար դրանից բխող հետևանքներով նորից եմ կրկնում, պետությունը իդեմս իր տարբեր ներկայացուցիչների հաշվի առնելով այս գործի բարդությունը, տարբեր պետական մարմինների եւ իրավասու անձանց ներգրավվածությունը, պիտի օր առաջ բոլոր մարմինները ներգրավեն գործին Անդրանիկ Մանուկյանի խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու համար։ Այն пассив քննությունները, այն пассив գործողությունները, որոնք որ ամիսներ շարունակ կատարվել են, դրանք ոչ մի բանի մասին են։ Այդ ճանապարհով մենք չենք գնալու իրավունքների, խախտված իրավունքների վերականգնման։ Եվ օր առաջ, ամփոփելով միտքս, օր առաջ Հայաստանի առջև կախված է մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որով այս փաստական հանգամանքների պայմաններում մենք այլ կարծիք չունենք, որ արձանագրվելու է սեփականության յանքի խախտում։ Ձեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու։ Մեր հաղորդումը մոտենում է ավարտին, ո՞րն է լինելու քայլը։ Ինձ է ուղղված հարցը։ Ձեզ եմ ուղղում, հետո արդեն պարոն Մանուկյանը կամփոփի ամեն ինչ։ Հենց երեկվա դրությամբ մենք պատրաստել ենք միջնորդություններ եւ բողոքներ, որոնք ուղղված են թե դատախազությանը, թե միջնորդություն քննիչին։ Մենք նաեւ դատախազության նգրություն են գրել ակնկալելով պաշտոնական հանդիպում, որի ընթացքում քննարկման առարկա դատախազության ներկայացուցիչ, որտեղ վերջապես մենք քննարկման առարկա կդարձնենք այն հանգամանքները, որոնք որ ամիսներ, տարիներ շարունակ բարձրացվում է, որովհետեւ իմ տպավորությունն այն է, որ այս գործի հանգամանքները այն աստիճանի բարդության են հասել, որ այդ գրավոր հաղորդակցության ճանապարհը, երբ որ մենք գրում ենք ինչ-որ մի բան, հետո մերժվում է, հետո բողոքարկում ենք, գնում ենք դատարան, խախտումը արձանագրվում, նորից հետ են գալի ու այս շրջապատույտը, որը որ ձևավորվում է փաստացի, ինքը փակուղային ճանապարհ է։ Այսինքն ձեր թղթաբանությունը դատարաններում է, շենքը իրականում բարձրանում է։ Այո, եւ այդ նպատակով եւ այդ պատճառով մենք նախաձեռնում ենք նաեւ գրավոր ընթացակարգով հայցում ենք հանդիպում քննարկման առարկա դարձնելու արդեն առերես այս հանգամանքները եւ գտնելու են լուծումները, որոնք որ օր առաջ ուղղված կլինեն Անդրանիկ Մանուկյանի խախտված իրավունքների վերականգնմանը։ Բացի այդ նաեւ առանձին ընթացակարգ է նախաձեռնված հանրական դատարանի որոշման հիման վրա մենք ներկայացրել ենք բողոք գործի վերաբացման համար եւ բնականաբար այս բոլոր ընթացակարգերի եւ զարգացումների մասին նաեւ զուգահեռաբար տեղյակ է պահվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Ուրեմն ես ասեմ իմ անելիքներս այս արդեն ամիս ու կես ավել որ այդ տարածքը որ իրանք հələ դեռ շինարարություն չէին անում Տիգրան Ավինյանի շինթույլությունից հետո կանխամտածված սկսեցին այդտեղ աշխատել ու դրա համար նոր քրեական գործ հարուցվեց ու ամեն օր պատկերացեք այդ բետոնի շաղախը բաբալովկեքը թափվեցին եկել են ոստիկանները բան ամեն ինչ տեսել են ու ես վախենում եմ կամ ասենք ամենաշատ իմ վախը որ իմ երեխային մի վնաս բան հասցնեն ու հասնում են այն աշյանին որ ես գնամ այն ամենահետաքրքիր ասենց ասած հանցագործ ճանապարհով միշտ ինձ կանխել են փաստաբանները որ չգնամ անկեղծ եմ ասում եղել ապա որ ուզեցել եմ այդ շինարարին այդտեղից սատկացնել չէ եկեք այդպեսի հայտարարություններ մեր եթերից չենք անում որովհետև դա արդեն բռնության կոչեր են կա իմ մոտ դե իրանք են հասկանալի է ձեր էմոցիաները բայց մյուս հայտարարությունս նա ես կուզեմ հիմա թող ցույց տանեն մյուս նկարը որ մենք խոսում ենք խախտումներից ասենք հիմա տեսեք ինչքան տարածք են քանդել ես իմ տարածքն է տեսեք 12 մետր կատլավան այս տարածքը իրանք ամբողջությամբ տարել են հետո ըստ նախագծի որ նայեք նկարչությունը այստեղ ինչ որ իրանք նկարել են սա հեքիաթ է մյուս նկարը կուզենամ տեսնենք հիմա տեսեք այս մյուս նկարը որ նույն չափերն է այս բարձրահարկի երրորդ հարկում ապրում է Արտուր Մեշչյանը ասիկա նախագծի պետք է այս շենքը լիներ 8.5 մետր հեռավորություն այս միջանցքը որ տեսնում եք իմ տանու այդ շենքին բայց դրել են 3.5-4 մետրի վրա ասենք Արտուր եթե դրվեր 8.5 մետրի վրա կմտներ Արտուր Մեշչյանի տան մեջ մեկել են մյուս բարձրահարկին Քանի որ Արտուր Մեշչյանը չգիտեմ երևի ճարտարապետը հնարավորություն ունի, ես հնարավորություն չունեմ կամ այդ բակի բնակիչները ժողովուրդը հնարավորություն չունեն, կարելի է Անդրանիկին sense խեղտել, այնտեղ մի փոքր բան միջանցք ապահովել, որ ասեք տեսեք հələ գա բան պաշարին կմտնի դուրս գա։ Ուզում եմ ասեմ կանխամտածված ես ամեն ինչը խախտված է, այսեք տեսեք 12 մետր կատլավանը բաց, մինչև օրս բաց է, սա հանցագործություն է։ Էլ ոնց դիմանամ ես կամ հանցանք չանեմ։ Ու օր-օրվան իմ տունը նստված կա տալիս ու ես չգիտեմ ինչ անել, ինչ ապատագիր է։ Այդ ինքնուրույն ձեր որոշումները չկայացնեք, դրա համար դուք ունեք փաստաբաններ, հիմա պարոն Վարդանյան, հիմա վերջում ամփոփենք հաջորդ անգամ երբ մեզ նորություն կասեք այս գործի հետ կապված։
Երբ որ էական զարգացումներ ունենանք, անպայման տեղյակ կպահենք, զուտ ամփոփիչ խոսքի ձևով նշեմ, որ մենք գնալու ենք մինչև վերջ, լիահույս ենք, որ այն իրավական ընթացակարգերը մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան գնացել ենք արդեն, գնալու ենք մինչև վերջ, նկատի ունեմ այն գործընթացները, որոնք որ նախաձեռնելու ենք, տանելու ենք մինչև վերջ, իրենց տրամաբանական ավարտը, եւ լիահույս ենք, որ տվյալ պարագայում այն գործիքները, որոնք որ առկա են իրավական պետությունում հնարավորություն են տալու վերականգնել Անդրանիկ Մանուկյանի խախտված իրավունքները։ Դե ձեր գործերին հաջողություն եմ մաղթում, պարոն Մանուկյան, առաջի անգամ չէ որ այս հարթակից խոսում ենք մանրամասն, կարծում եմ հանրությունն էլ է տեղյակ, այսինքն մամուլն էլ է տեղյակ այս ամեն ինչից, մնում է որ հասնեք հաջողության։ Շնորհակալություն եմ հայտնում եւ սպասենք նոր տեղեկատվության։ Սարսափելի է նյութապաշտ մարդու հետ, մեկ էլ իշխանավորի։ Եկեք այս նոտայով էլ ավարտենք, չքաղաքականացնենք, խոսեցինք զուտ իրավական կողմերի մասին, այնպես որ հաջորդ անգամ երբ հանդիպենք, գուցե արդեն կունենանք դրական տեղաշարժ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։